Տեսանյութը պատրաստվել է աջակցություն սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին ծրագրի շրջանակում։ Սահմանադրական դատարանը քննել է Արագածոտնի մարզի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետի դրա հետ համակարգային առումով փոխկապակցված քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը։ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգրքով ուժը կորցրած համարվեց նախորդ 98 թվականի հուլիսի 1-ին ընդունված նույն օրենսգիրքը բացառությամբ 2021 թվականի հունիսի 30-ի օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։ Օրենսգրքի 12-րդ հոդվածում փոփոխություն կամ լրացում չի կատարվել։ Գործի համառոտ դատավարական նախապատմությունը հետևյալն է։ 2022 թվականի հունիսի 10-ին ոստիկանության Թալինի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 137-րդ կետ 1-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ 2023 թվականի մարտի 13-ին ՍՍ-ի նկատմամբ հարուցվել է քրեական հանրային քրեական հետապնդում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի առաջին մասով։ ՍՍ-ին առաջադրած մեղադրանքի փաստական նկարագրությունը հանգում է նրան, որ նա 2022 թվականի մայիսի 13-ին վիճաբանել է ՍՎՍ-ի հետ, որից հետո փայտով, ձեռքերով ու ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել ՍՎՍ-ի մարմնի տարբեր հատվածներին, նրան պատճառելով ֆիզիկական ցավ։ 2023 թվականի մայիսի 8-ին ՍՎՍ-ն ճանաչվել է տուժող։ 2023 թվականի մայիսի 22-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 2024 թվականի օգոստոսի 13-ին նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ ՍՍ-ի պաշտպան Ա. Հակոբյանը միջնորդել է դատարանին անչափահաս մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել կամ դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան։ Ի հիմնավորումն իր միջնորդությամբ պաշտպանը նշել է, որ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն քրեական պատասխանատվություն չի կարող կրել 14 տարին չլրացած անձը, իսկ քանի որ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն քրեական պատասխանատվության հիմքը հանցանք կատարելն է, որի պարտադիր հատկանիշ է արարքը հանցագործության սուբյեկտի կողմից կատարված լինելը, ապա վերջինիս քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելու պատճառով բացակայում է նաև հանցագործությունը։ Մինչդեռ ըստ պաշտպանի օրենսդիրը քրեական պատասխանատվության հիմքի բացակայության պայմաններում նման բացակայությունը չի համարել քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք։ Նման պայմաններում հաշվի առնելով քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի այն դրույթը, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձն արարքի կատարման պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին, պաշտպանի պնդմամբ առաջանում է քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի սահմանադրաիրավականության հարց։ Դատարանը ներկայացված միջնորդությունը քննելու արդյունքում 2024 թվականի օգոստոսի 30-ին որոշում է կայացրել դիմել Սահմանադրական դատարան քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետի նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ Սահմանադրությանը համապատասխանության հարցի լուծման խնդրանքով։ Դիմողը համարել է, որ տվյալ գործով կիրառման ենթակա
օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետը նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ առերևույթ հակասում է Սահմանադրությամբ ամրագրված համաչափության, իրավական որոշակիության, հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության, երեխայի լավագույն շահերի ապահովման սկզբունքներին։ Բացի դրանից, դիմողը Սահմանադրության 78-րդ, 79-րդ, 75-րդ և 37-րդ հոդվածների ներքո իր պնդումները շարադրելիս դրանք նախորդել է հենց անձի Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված մեղադրյալի անմեղության կանխավարկած իրավունքին արված հղումով, մասնավորապես։ Մեղադրյալի անմեղության կանխավարկածի հետ կապված դիմողը նշել է հետևյալը. Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի առաջին և 11-րդ կետերը, որպես քրեական հետապնդման դադարեցման հիմքեր, էապես տարբերվում են միմյանցից իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական և բարոյական հետևանքներով։ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետը նույն հոդվածի 2-րդ մասի ուժով դասվում է քրեական հետապնդման դադարեցման արդարացնող հիմքերի խմբին։ Նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այսինքն, այս հիմքով արդարացված անձին ոչ ոք իրավունք չունի ներկայացնելու իրավական և կամ բարոյական բնույթի որևէ պահանջ։ Ի տարբերություն դրան, քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետն ընդգրկված է քրեական հետապնդման դադարեցման ոչ արդարացնող հիմքերի շարքում։ Նման հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեպքում փաստվում է, որ անձի կատարած արարքն իր մեջ պարունակում է քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշներ, սակայն օրենքով սահմանված պայմանների առկայության պարագայում վարույթն իրականացնող մարմինը նրան ազատում է քրեական պատասխանատվությունից։ Հետևաբար, ըստ դիմողի ստացվում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած չլինելը, որպես քրեական հետապնդումը դադարեցնելու ինքնուրույն հիմք առանձնացնելն ու ոչ արդարացնող հիմքերի շարքին դասելը իրավաչափ չէ, ինչպես սահմանադրական համաչափության տեսանկյունից, այնպես էլ Սահմանադրության 37-րդ հոդվածով երաշխավորված երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից, քանի որ բացի երեխային պիտակավորելուց, քրեական օրենքը խախտված համարելուց և համապատասխան հաշվառման վերցնելուց որևէ իրավական խնդիր չի լուծվում։ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի մասով դիմողը պնդել է, որ դրա հետ հակասության մեջ է քրեադատավարական օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետը, նույն հոդվածի առաջին մասի առաջին կետի և նույն հոդվածի երկրորդ մասի հետ փոխկապվածության մեջ վերցրած, քանի որ հանցանքի բացակայությունը մի դեպքում արդարացնող է, իսկ մեկ այլ դեպքում ոչ արդարացնող։ Դիմողի ներկայացրած փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ քրեական օրենսգրքի 16-րդ և 19-րդ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ հանցանք է համարվում այն արարքը, որը նախատեսված է քրեական օրենսգրքում, արգելված է պատժով, կատարվել է հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ, ընդ որում հանցագործության սուբյեկտ կարող է լինել 14 կամ 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը։ Փաստորեն, եթե երեխան չի հասել քրեական պատասխանատվության տարիքի, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության, քանի որ նրա արարքը չի համարվում հանցանք։ Արդյունքում դիմողը եզրակացրել է, որ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածում սահմանված հանցանք հասկացությունը և դրան համապատասխան 19-րդ հոդվածում սահմանված քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը համահունչ լինելով անչափահասների արդարադատության բնագավառում առկա միջազգային իրավական չափանիշներին և սահմանադրությանը փաստացի չեղարկվում են օրենսգրքի 12-րդ հոդվածի տարբերակված մոտեցմամբ։ Վերը նկարագրված գործը քննելով Սահմանադրական դատարանը որոշել է, որ
Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը, իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը նույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետին հղում պարունակելու մասով ճանաչել է Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին, 63-րդ հոդվածի առաջին մասին, 66-րդ հոդվածի 72-րդ եւ 78-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր, այնքանով, որքանով հնարավոր է համարում քրեական պատասխանատվության օրենքով նախատեսված տարիքին չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը եւ այն շարունակելը, ինչպես նաեւ քրեական վարույթը, քրեական օրենսգրքով սահմանված արգելքի խախտմամբ հարուցված քրեական հետապնդման պայմաններում մեղադրյալի դիրքորոշման պայմանավորված ընդհանուր կարգով շարունակելը եւ ըստ դատաքննության արդյունքի նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելը։ Իմ զրուցակիցն այսօր Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանն է։ Պարոն Խաչատուրյան, խնդրում եմ պարզաբանել, թե խնդրի առարկա գործով որ սահմանադրական իրավունքներն են շոշափվում։ Դիմողը, այսինքն Արագածոտնի մարզի առաջին ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան, նշելով, որ վիճարկվող դրույթը, որը ներկայացվեց, հակասում է եւ նա հիմնավոր կասկած ունի դա գործը քննող դատավորը այդ մասին, հակասում է Սահմանադրության մի շարք հոդվածներին, առաջին հերթին 37 հոդվածին, որն ամրագրում է երեխայի լավագույն շահերի իրավունքը, կամ այլ կերպ ասած երեխայի շահերը առաջնահերթ ուշադրության արժանացնելու իրավունքը, հակասում է մեղադրյալի անմեղության կանխավարկածին 66-րդ հոդվածով նախատեսված, ինչպես նաև այդ իրավունքների նկատմամբ տեղի ունեցող այդ վիճարկվող դրույթի կիրառմամբ ակնկալվող հետևանքները կամ սահմանափակումները հակասելու են եւ հակասում են ըստ իրեն իրավական որոշակիության, մարդու իրավունքների, հիմնական իրավունքների սահմանափակումների համաչափության, հատկանիշներին, պահանջներին կամ սկզբունքներին։ Եվ Սահմանադրական դատարանը պետք է իրականում այսպես որոշեր շատ կարևոր մի հարց, որ երեխա հանդիսացող մեղադրյալի, տվյալ դեպքում 13.5 տարեկան մեղադրյալի իրավունքները տվյալ դեպքում խախտված են որպես երեխայի իրավունքներ, թե որպես մեղադրյալի իրավունքներ, եւ Սահմանադրական դատարանը գտավ, որ այդ բոլոր նշված համաչափության, իրավական որոշակիության եւ այլ հարցերը պետք է քննարկվի անմեղության կանխավարկածի իրավունքի համատեքստում։ Եվ կպարզաբանեք, թե ինչ մեթոդաբանությամբ Սահմանադրական դատարանը կայացրեց իր որոշումը եւ որոնք են լինելու այս որոշման հետևանքները ապագայում։ Սկզբից ասեմ, հետևանքների հետ կապված ես որևէ դատողություն չեմ անի, քանի որ դա արդեն իրավակիրառի դաշտում է, այսպես ասած, եւ հնարավոր է այնպիսի կիրառում լինի, որը որ հետագայում Սահմանադրական դատարանը համարի իր որոշումից չբխող, օրինակ անհատական դիմումի քննարկման շրջանակներում, դրա համար կենտրոնանամ ավելի շատ առաջին հարցի վրա, բայց ասեմ, որ այս պայդրությամբ մենք գլխավոր դատախազությունից խնդրել ենք վիճակագրություն 45 նման քրեական պատասխանատվության տարիքի չհասած երեխայի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։ Այսինքն արդյոք ձեր որոշումից հետո այդ քրեական հետապնդումը այդ անձանց նկատմամբ պետք է դադարեցվի։ Ես հիմա չեմ կարող ասել, հենց այդ իմ ասած, որովհետև կարող է կատարման ընթացքում առաջանան այլ մեկնաբանություն իրավակիրառողի կողմից, որոնք կվիճարկվեն անհատական բողոքի դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարան եւ Սահմանադրական դատարանը կանխակալ որոշի այն հարցը, որի հետ կապված ես հիմա պատասխան պետքա տայի, դրա համար ձեռնպահ կմնամ։
Դրա համար, բայց ասեմ 45 երեխա ենթարկվել է քրեական հետապնդման, քրեական պատասխանատվության տարիքի չհասած լինելով։ Մեթոդաբանության Որպեսզի մեթոդաբանության հետ կապված նախ հարցը սպառիչ պատասխանեմ այդ հարցին, նախ շատ կարճ ներկայացնեմ, թե ինչ է տեղի ունեցել այս գործով։ Այսինքն, տեսնում ենք առկա է հստակ արգելք, ինչը նշանակում է, որ եթե երեխան չի ասել 16 եւ համապատասխանաբար 14 եւ 16 տարեկան տարիքի, նրա նկատմամբ չի կարող չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության եւ ըստ քրդատի 12-րդ հոդվածի առաջին մասի նրա նկատմամբ արգելվում է քրեական հետապնդման հարուցումը։ Բայց 4-րդ մասը եւ ըստ էության դիմողը սա էր հենց ասում, որ հակասություն կա եւ իրավական անորոշություն, ասում է, բայց եթե այդ արգելքը ըստ էության խախտված է, ապա այն ոչ թե այն վերացվում է այդ փաստը պարզելուց հետո, որ երեխան տարիքի չի ասել, այլ կարող է շարունակվել նման արգելքի խախտմամբ հարուցված քրեական հետապնդումը, եթե երեխան առարկում է այդ հիմքով, իր սուբյեկտ չլինելու տարիքի հասած չլինելու հիմքով, այդ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ։ Իսկ եթե առարկում է, ասվում է 4-րդ մասում, 12-րդ հոդվածի վարորդը շարունակում է ընդհանուր կարգով, որի արդյունքում հնարավոր է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած երեխայի նկատմամբ կայացվի մեղադրական վերդիկտ առանց պատիժ նշանակելու։ Եվ դիմողը ասում է իրավական անորոշություն այս արգելքը կա թե չկա, որովհետև 12 հոդվածը առաջի մասը մի բան է ասում, որ սահմանում է արգելք, երկրորդը ասում է այդ արգելքը խախտմամբ հետապնդումը կարող է շարունակվել, եթե երեխան առարկում է։ Հետևաբար այս մեթոդը հայտնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մշակած, մենք կիրառելու արդյունքում Սահմանադրական դատարանը հետևյալը արձանագրեց, որ ինչպես նշեցի, խնդրու առարկա իրավունքը մեղադրյալի անմեղության կանխավարկած իրավունքն է, որը մաս է ըստ նույն ՄԻԵԿ-ի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տեքստի 6-րդ հոդվածի տեքստի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի արդար դատաքննության իրավունքի մի մասն է, եւ անմեղության կանխավարկածը ունի մի շարք տարրեր, որովհետեւ բոլորը չթվարկեմ, օրինակ, բոլոր չփարատված կասկածները մեկնաբանվում են օգուտ մեղադրյալի, ապաստման պարտականությունը մեղավորության ընկած է այդ մեղավորության թեզը առաջ քաշած մեղադրող կողմի վրա, բայց այստեղ Սահմանադրական դատարանը ընդամենը մեկ անմեղության կանխավարկածի տարի վրա ուշադրություն դարձրեց եւ ելակետ ընդունեց այն, դա այն է, որ անմեղության կանխավարկածը նշանակում է, որ յուրաքանչյուր մեղադրյալ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով։ Այսինքն, Սահմանադրական դատարանը այս կարևոր ձևակերպումը եւ դիրքորոշումը հայտնեց, որ անմեղության կանխավարկածի իբրև իրավունքի մաս է կազմում նաեւ այդ կանխավարկածի, այսինքն ենթադրության մեծ հաշվով հերքման եղանակը, այսինքն դատական ակտի, մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Եվ սա մեր ելակետն էր։ Հետագա շարադրանքում տեքստի քննարկվեցին հետևյալ հարցերը, որոնք են այն լեգիտիմ նպատակները, լեգիտիմ շահերը, որովհետև սահմանափակելի իրավունք է ըստ էության մեղադրական անմեղության կանխավարկածը եւ նաեւ այդ իմ տարով ասած, այդ իմ տարի հետ կապված նույնպես, որոնք են այն լեգիտիմ շահերը, որոնք հետապնդելով օրենսդիրը սահմանափակել է այս իրավունքը։ Իսկ սահմանափակումը արտահայտվում է հետևյալում. եթե յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր մեղավորությունը հաստատվի միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, եւ սա ես անպայման ուզում եմ շեշտել, մեղավորությունը այլ ոչ թե պարզապես արարքի կատարումը, որովհետեւ քրեական դատավարությունում միայն մեղավոր արարքի կատարումն է հանդիսանում ապացուցման առարկա, եւ սա շատ կարեւոր է ի սկզբից ֆիքսել։ Եվ այն փաստը, որ անմեղության կանխավարկածը իր տարերով սահմանափակելի իրավունք է, դա ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով վաղուց հաստատված է, օրինակ ապօրինի հարստացման գործով եւ օրինակ տարերից մեկը, չէ, ասեցի,
օրինակ ապաստան պարտականությունը կարող է փոխանցվել անձի վրա, այստեղ անձը մեղադրյալը հրաժարվում է ըստ էության այդ միայն մեղադրական դատավճռով իր մեղքը ապացուցված լինելու իրավունքից եւ ինչպես օրինակ տեղի ունենում վաղեմության հիմքով, ամնիստիայի ակտի կամ համաներման ակտի ուժի մեջ մտնելու հիմքով, երբ որ անձը չի արդարացվում եւ վերջնական ակտում ըստ էության թույլատրելի են ի տարբերություն այն ձեր վկայակոչած ակտ արդարացնող հիմքերով գործի քրեական հետապնդումը դադարեցման դեպքի հնարավոր են նրա մեղավորությունը կասկածի տակ դնող դատողություններ եւ այլն։ Այսինքն մնում էր պարզել թե որոնք են այդ նպատակները, որոնցով սահմանափակվում է, որոնց հասնելու համար պետք է այս միջամտությունը տեղի ունենար։ Այդ նպատակները իհարկե սպառիչ նշված չէին քրեական դատավարության օրենսգրքում, նաև քրեական օրենսգրքի նպատակներն էին այստեղ վերաբերելի, դրա համար Սահմանադրական դատարանը հիմք ընդունեց այն հետևանքները, որոնք այս կարգավորման արդյունքում առաջանում են եւ դրանք նշված են թե դիմողի կողմից եւ թե պատասխանողի կողմից իրենց դատողություններում, դիրքորոշումներում, դրանք հանգում են հիմնականում երկու կետի, դա գույքային հայցի կամ քաղաքացիական նախկինում հայցի լուծման համար հիմքեր ստեղծելն է եւ երեխային ասենք հաշվառման վերցնելն է եւ Սահմանադրական դատարանը պետքա պարզեր թե արդյոք առանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակի, առանց քրեական արդարադատությանը բնորոշ նպատակների, օրինակ ոտնձգություններից պաշտպանել հանրային հարաբերությունները, արժեքները եւ ապավել, որպեսզի յուրաքանչյուր անմեղ մարդ չդատապարտվի եւ այլն եւ այլն։ Այդ դրանցից մի կողմ դրած այդ բոլոր նպատակները, արդյոք ինքնուրույն նպատակներ կարող է լինել, օրինակ գույքային հարցի լուծումը։ Եվ Սահմանադրական դատարան գտավ առաջին այս տեստի առումով, որ այդ միջամտությունը սահմանված չէր օրենքով նախատեսված նպատակի հասնելու համար։ Որպեսզի շատ մանրամասն չներկայացնեմ, այստեղ կարևոր մի խնդիր կար, որին մենք պետք է նույնպես անդրադառնանք, դա համաչափության խնդիրն է, որին նույնպես ձեռնամուխ եղավ, որի քննության նույնպես ձեռնամուխ եղավ դա Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով, որ այստեղ նաև երեխայի լավագույն շահերն էին շոշափվում, դա այն է, արդյոք այդ անգամ, եթե ընդունեինք, որ այդ նպատակները լեգիտիմ են եւ այլ, արդյոք այդ նպատակների հնարավոր չէ հասնել այլ դատավարությունների շրջանակներում, քաղաքացիական եւ վարչական, հաշվի առնելով նաև ՄԱԿ-ի եւ այլ շրջանակներում, այլ միջազգային մարմինների շրջանակներում արկա վերաբերելի իրավական գործիքների դիրքորոշումները, որոնք կոչ են անում պետություններին իրավաստեղծ եւ իրավակիրառ գործունեություն ծավալել այնպես, որպեսզի անգամ այն դեպքերում, երբ երեխան հասել է քրեական պատասխանատվության տարիքի, ամեն ինչ անել հնարավորության սահմաններում, իհարկե, որպեսզի քրեական արդարադատության ոլորտից երեխան բերվի քաղաքացիական կամ վարչական արդարադատության ոլորտում։ Կարևոր հարցերից էր, որ պետք է Սահմանադրական դատարանը նաև դրանց պատասխաներ, դա այն էր, որ երեխայի համաձայնությունը, մեղադրյալ երեխայի համաձայնությունը ինչքանով կարելի էր երաշխիք համարել, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի այս ոչ արդարացնող հիմքով, բայց եւ այս առումով մենք քննարկեցինք Սահմանադրական դատարան որոշեց, որ ընդհանուր մոտեցումը երեխայի 13-14 տարին չբոլորած երեխաների նկատմամբ կայանում է նրան, որ նախ նրանք համարվում են փոքրահասակ երեխաներ, օրինակ նրանց թույլատրվում է իրակատարել միայն մանր կենցաղային գործարքներ եւ այլն եւ այլն։ Եվ միայն այն, որ նրանք նաև քրեական պատասխանատվության ենթակա չեն, այս բոլորը նրանք սուտ մատնության սուբյեկտ չեն։ Այս բոլորը վկայում է նրա մասին, որ օրենսդիրը արդեն այն կանխավարկածն է ամրագրել, որ այս երեխաները չեն կարող գիտակցված հրաժարում իրավունքից իրականացնել։ Իսկ մենք խոսեցինք նրա մասին, որ այս չառարկելը դա իրավունքից հրաժարման համատեքստում է դիտարկվում։ Այս ամբողջ վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը հենց գտավ, որ 12-րդ հոդվածի 4-րդ մասը, այսինքն որը նախատեսում է ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդման հարուցում, հակասահմանադրական է այն առումով, որ իր մեջ պարունակում է հղում նաև 11-րդ կետին, առաջին մասը, այսինքն սուբյեկտ չհանդիսանալու հիմքին, եւ
հնարավոր է համարում օրենքով սահմանված արգելքի խախտմամբ քրեական հետապնդումը, հարուցված քրեական հետապնդումը շարունակելը եւ 14 տարեկան չլրացած երեխայի դիրքորոշման պայմանավորված նրան ընդհանուր կարգով վարույթը շարունակելը ընդհանուր մինչեւ մեղադրական վերդիկտ կայացնելը։ Շնորհակալություն բարձրաբանումների համար։ Հաղորդաշարը պատրաստում է Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպությունը, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։